Ողջույն սիրելիներս, բացում եմ նոր տեսանյութ և սկսում եմ առևտրից, գնացել էինք Մեգամոլ, ցավոք այսօր դժբախտ դեպք էր պատահել այդ Կոմիտաս Սիթի KFC-ն էր այրվում, բայց մենք Կոմիտաս Սիթիում չէինք, մենք գնացել էինք Մեգամոլ համ քայլելու, համ էլ մի փոքր առևտուր ունեինք անելու, ստացվեց մեծ առևտուր, Վահան կտրոնը ինձ մոտ ա, հա, կբերես, որ խնդրեմ, հա, իմ դրամապանակիս մեջ է, ուրեմն, ինչպես միշտ գնել ենք այսպես տուփով մեծ 8 հատ անձեռոցիկ, գնել ենք այս տնտեսականները ցույց տամ, լոգանքի գել Դավի, Վահանը, սա, մենք ընդհանրապես մեր ընտանիքում Դավը շատ ենք սիրում, Դավի շամպունը, Դավի լոգանքի գելը, ձեռքի հեղուկ օճառը, մի խոսքով, Դավ շատ ենք օգտագործում, ի վերջո վերել էին, չկար վաղուց, գնել ենք, զեղչով այսպես ինչ-որ նոր նագետներ էր, երևի նոր է, չգիտեմ, հա, գարյաչը շտուչկան, հա, լավ, իմացա, հա, չենք փորձել սրանից, ասեցինք վերցնենք, փորձենք, 2 հատ դրանից եմ վերցնել, տեսնեմ մյուս ուր է դրել, լավ, սա կտրոնը, գտնեմ երկրորդն է ցույց կտամ, արիշտա, բնականաբար, Միթֆուդի սուջուխ, սիրում ենք մեր տանը, ուտում ենք բնական է, միս է մաքուր, սա երկրորդ նագետը, ինչպես որ ասեցի, այսպես ցույց տամ, ահա, սա այսպես, հետո զեղչվել էր հնդկահավի նրբերշիկները, 2 տուփ վերցրեցի, մեր տանը ուտում են հնդկահավ, սիրում են, տեսնեմ, մեկ լինում է, նայում եմ, ասում եմ, Մարսելա ջան, չես նկարել է, լավ չես նկարում է, հետո սուրճ եմ գնել, սուրճս արդեն վերջանում էր, լեբո, ձողիկներ, ծովախեցգետնի, կրաբին ինչ են ասում հայրեն երևի, չէ, ծովախեցգետինը կրիվետկանա, շրիմպը, խեցգետնի, խեցգետին, չէ, խեցգետինը ռակնա, հա, չգիտեմ, լավ, ինչ են ասում, սա Վահանն է բնականաբար գնել, մարմելադ է, երևի շոկոլադապատ մարմելադ է, չգիտեմ, սա այսպես, Էրիկի պրոտեինով հարուստ կոտլետները պարտադիր, օրը 2 հատ ուտում է, այսպես, սա հիմա կգնա սարցախցիկ, բերեմ ուզ կողմ, կամ թող Վահանս տեղավորի, ես շարունակեմ, Վահան գնում եմ այստեղ դու վերցրու, ահա, հետո, այս ճիշտն ասած Ռաֆայելոն չէի տեսել, նոր է երևի մանգոյի համով, հիշում եք կար ելակովը, չէ, ելակով չէ, ազնվամորիով կար, չէ, մալինայով, լավը չէր, թե passion fruit-ներ, հա, չէ, passion fruit-ներ հեչ համով չէր, բոլորովին համեղ չէր, ճիշտն ասած, իմ ասա մանգոն է, վերցրել ենք, տեսնենք, փորձենք, լավ է, թե լավ չի, Վահանը դասավորում է, լավ, Վահան ջան, ես մենակ ուզում էի, որ դու մսեղենը դնեիր, ատամի մածուկ, Colgate Total, սա Վահանն է էլի գնել, կոնֆետներ, Վահանի վրա բարկանալու եմ, կոնֆետները չվերջացած, ինքը կոնֆետ է գնում, հետո էլ ինձ ասում է, ժամկետն անցնում է, ասում եմ, Վահան ամբողջը, տար դպրոց, չգիտեմ ինչ ես անում, այնտեղ ուսուցիչներով ուտում են կամ ճանապարհին իրենց վարորդի հետ է կիսվում, մի խոսքով, հլը մեկը չվերջացած, Վահանը նոր կոնֆետներ է գնում, ինձ էլ ասում է, չես ուտում, այ Վահան ջան, ես կոնֆետ երբ եմ ուտում, հատկապես այդ ժելեատիպ կոնֆետները ես չեմ ուտում,
բանան ենք գնել, տեսեք, բանանը 500 դրամ է կիլոգրամը, մարդիկ օտար երկրներից բարձրաձայնում են, ասում են այստեղ մեզ մոտ 500 դրամ է, մեզ մոտ էլ է 500 դրամ, սա այսպես, դեղց եմ գնել մի քանի հատ, այսքան դեղցին, 4 հատ դեղցին 247 դրամ, դե ասեք, որ երկրում է, $1 էլ չի անում, սիրելիներս, 50 ցենտ։ Մանդարին, տեսեք, այսքան մանդարինին վճարել եմ 500 քանի դրամ, խնդրեմ, համարյա $2, հա, սա այսպես, արքայանարինջ, կառալյոկը, այսքանը 397 դրամ, խնդրեմ, 395 դրամ է կիլոգրամը, խնդրեմ, սիրելիներս, կարմիր խնձոր, Վահանն է շատ սիրում, կարմիր խնձորը արժե 545 դրամ, 1 կիլոգրամը, այսքանը կիլոգրամից ավել է, 623 դրամ, սա այսպես, այստեղ էլ բան չկա, հիմա հաջորդ տոպրակն էլ, շարունակենք, գնել եմ խնձորի քացախ, կոնձի խնձորի քացախը, սա այսպես, գնել եմ կանաչեղեն, հիմա այնպես անեմ, որ դուրս գա, գնել եմ կանաչի, սոխ, թարխուն, կոտեմ, համեմունե և կարմիր բողք կամ բոլոկի, սա այսպես, հետո գնել եմ հաճար, սիրտը շատ հաճարով փլավ ուզեց, ճիշտն ասած, հավի մսով շատ սիրում եմ հաճարը, մամաս էր պատրաստում, վերջում էլ սունկը սոխառածով և կարմիր պղպեղով անում էր և մատուցում էր մեզ, կարոտել եմ մի տեսակ այս հացիկներից, Վահանն է վերցրել, ֆիթնեսի հաց ենք վերցրել, հատուկ ստուգել եմ, որ մեջը շաքար չլինի, որովհետև ինձ բառադինսկին արգելված է, մեջը շաքար շատ է լինում, բայց սա ֆիթնեսի է, մեջը շաքար չկար, մի հատ հյութ եմ գնել Արարատ, այսպես, 1 կիլոգ չէ, 1 չի երևի, շատ է սա կիլոգրամից, կիլոյու կես հնդկաձավար, 1 կիլոգրամը 280 դրամ է, շատ համեղ հնդկաձավար է կիլոգրամով, այսպես, առանց տուփերի, ոչ մի տարբերություն, և գնել եմ դեղին բրինձ, շատ էլի համեղ բրինձ է, սովորաբար գիտեք, տուփերով եմ վերցնում, բայց այս անգամ դուրը շատ եկավ, վաճառողուհին էլ ասեց շատ լավն է, ասի լավ վերցնեմ փորձեմ, 1 կիլոգրամը 490 դրամ, 574 դրամ եմ վճարել, գնել էինք հաց, հետո 3 օստի լահմաջու և սենդվիչներ էինք գնել քրանչի, ոնց որ Subway-ը, նույն Subway-ն է, բայց այստեղ մեր հայկական ձևով էլի, էլի բագետների մեջ, մի խոսքով դրանց գինը մեկը 6000 էր, 2 հատ մեծ քրանչը 5800 դրամ էր, 850 դրամ էր, 3 հատ լահմաջուն, կարծեմ 3000 անում, թե 4000 անում, չեմ հիշում արդեն, ժողովուրդ ջան, հա, և City առևտուրը մեզ վրա ուրեմն արժեցել է 27784 դրամ,
Խնդրեմ, այսպես, սա էլ այսպես, չգիտեմ, դուք ասեք, շատ է, թանկ է, էժան է, միրգը բավական էժան է, միրգը լավ էժան է, ես մրգից շատ գոհ եմ, մրգի սեզոնն է, դրա համար էլ հարկավոր է միրգ ուտել, շատ միրգ ուտել, այսպես անուշիկներս, այստեղ ասում եմ, առայժմ գնամ մի հատ սրանք դասավորեմ ու սուրճ խմեմ, համբուրում եմ բոլորիդ, մաղթում եմ արևոտ ու գեղեցիկ օր, ժողովուրդ ջան, վեգայի, մեգամոլի վեգայում եմ, տեսեք ինչ է կատարվում, մեզ մոտ, տեսեք, գեղեցիկ սիրուն, և զեղչեր են, ամեն ինչի վրա զեղչեր են, տեսեք ինչքան գեղեցիկ են, ամեն բան սիրուն, պուպուր, ես էլ են փոքր բալիկների նման ուրախացել եմ սենց բաների վրա, այստեղ արդեն եղեղի են զարդարել, ինչքան սիրուն է, տեսեք Վահանը ասում էր սա գնենք, այսա գնենք 6000 դրամ է զեղչվել, բայց մտածում եմ հետո որտեղ պահեմ, շատ գեղեցիկ է, բայց չգիտեմ հետո որտեղ կարող եմ պահել, սա կահույքի սրահ է, այնտեղ էլի կան, տեսեք, տարբեր, այստեղ ծածկոցներ, ամեն ինչ կա վեգայում, ամեն բան կա ժողովուրդ ջան, սա էլ է զեղչվել կամոդ է, ճոճանակ, մի խոսքով, ինձ պետք են պահարաններ չէ, պոլկա, հայերեն բառը չգտա այս պահին, պոլկա, որպեսզի ծաղիկներս տեղավորեմ, որան տեսեք 70% զեղչ հավաքածուն, մի խոսքով, այսպես հրաշքներ ջան, տեսեք, ձմեռային ինչ լավ ծածկոց է, ֆիլմ դիտես, ծածկվես ու ֆիլմ դիտես, հիանալի, մեծ է վեգան, բավական մեծ է վեգան, այսպես, տեսեք, ես էլի եմ նկարել, բայց այստեղինը չէ, կոմիտասի վեգային ինչ լավն են, մոմակալները տեսեք, ինչ հրաշք են, մնակ ես կուզեի, այսպես, անջատեմ մի հատ գնամ հասնեմ Վահանին, հետո էլի կնկարեմ ձեզ համար, Ջան բարի օր, այս մեքենայի այս վերև ենքան ցածր է, ձեռքս չի բարձրանում, մի խոսքով, ինչպես եք, երեկվա առևտուրը դեռ չեմ հասցրել բացել, այսօր նորից պիտի գնամ, մի քանի գնում էլի ունեմ, կապված էլի տան հետ, ցույց կտամ անպայման, հա, հիմա գնում եմ հորաքրոջս տուն, մի հատ ասեք այնպես պահեմ, ձեռքս չխանգարի, գնում եմ հորաքրոջս տուն, հորաքրոջս տուն վաղուց չեմ եղել, այսքան վաղուց որն եմ, 2 շաբաթ առաջ չեմ եղել, քանի դեռ կա իմ մեծը, ծնողներիցս հետո հորաքույրս է մեծը, ու քանի կա տուն, որ ես կարող եմ իրենք ինձ այսպես ոնց ասեմ ծնողաբար են ընդունում, որպես ծնողական տուն գնալ, ես սիրում եմ, երբ գնում ես տանը մեծ է լինում, երբ տանը ծնող է լինում, դե հորաքույրս էլ միակս է, որ մնացել է պապայիս կողմից, դրա համար էլ որոշեցի գնամ հորաքրոջս տուն, Էրիկն էլ ընկերոջն է սպասում, մի վարկյան տեսնեմ ինչ է ասում, ժողովուրդ ջան, բարի երեկո, այնքան շատ unboxing ունենք, էլ ասելու չի, Վահանը նաև Թեմուից էր պատվեր արել, հիմա տեսնենք այստեղ ինչ կա, չգիտի, ինքն էլ չգիտի, որովհետև մի քանի բաներ է պատվիրել և ասում է, որ բաժանել են մասերի, հա, մի քանի մասերի են բաժանել, դրա համար էլ չգիտի, թե սրա մեջ ինչ կա, բաց Վահան ջան, հիմա Վահանը ինձ կօգնի ամուսիններով կանենք unboxing, այ Վահան ջան, այս բլոգերության դարում քաշվելս որն է,
Իրակացին ունի 8000 ուսանող։ Այդ 8000-ը քեզ տեսնում ամեն օր։ Սա ինչ է։ Դու ես։ Հա, սա մեքենայի համար գործիքների հավաքածու։ Բացենք։ Դե հիմա բացենք unboxing որան հետո որն է։ Մի հատ դանակ կամ մկրատը բեր։ Հիմա կբերի տեսնենք թե սա ինչ է։ Վահան իր մեքենան շատ բան է պահում, բծախնդիր է պահում մեքենան, տեսակ անցած անգամ դեղատուփնել էր գնել։ Բացեցի միասին, տեսել ենք։ Հիմա սա էլ ամեն դեպքում ճանապարհ գնալու համար։ Հա։ Ահա։ Այստեղ հա տեղերից խառնվել են, խախտվել են, բայց այսպիսի հավաքածու ուղղակի չէ, ոնց էլ բացեինք ինքը խախտված դուրս էր գալու։ Ահա, լավ, այս մենք հետո կդասավորենք։ Վահան ջան, այս հրի են կողմ։ Հաջորդը տեսնենք ինչ է։ Ականջակալներ են։ Նկարած է, որ ջասով բան կա, բայց ստանում ես պահած չէ։ Հա։ Իսկ Վահան ասում է, որ չեն պահել անվտանգության կանոնները, այստեղ նկարած է, որ կոտրվող իր կա, բայց տուփը եկել է ամբողջությամբ, տեսեք, ժողովուրդ ջան, կոտրատված, այսպիսի ականջակալեր են, խնդրեմ։ Դասերի բաների Հա, լավ չէ լսվում։ Հա, իրենը փչացել էր, սա կրիչ է։ Սա կրիչ է։ Սա կրիչ է, սա հա, սա մեր աերոգրիլի համար, չէ, չափսը լավն է, Վահան ջան, մի փոքր է, մի քիչ փոքր է, բայց որակը չգիտեմ, օրինակ անցած անգամ պատվիրել էր Վահանը Վալբերիսից, բայց շատ բարակ էր, ստիպված ենք լինում 3 հատ դնել։ Հա, լավ է, երևի թե լավ է։ Հա, սրանք էլ պոստերներ են դպրոցի համար, ինչ են, մոլեկուլներ են, ֆիզիկա է, հա, խոսքով այսպիսի պոստերներ կապված ֆիզիկայի հետ, որ բացի հետո չգիտեմ, այդ մի հատը բաց նայենք, լավ։ Բացատրելու ես, այս ինչ էլ մեծ է, այ Վահան, այս ինչ մեծ պոստեր է, տեսեք ժողովուրդ, ինչ է, մուսի DNK-ա, Վահան, այս DNK-ա, բայց վրան, մարդու DNT-ն, մոլեկուլները, ես սիրում եմ, գիտեք, այսպիսի բաներ, կապված դպրոցի և, հա, ահա, որ է, հա, որոշեց հերթով բացի հավեսին կապ սպասեք, քանի բացում է, թող բացի, որակները լավն են, Վահան, հա, վատը չի, հա, տպագրությունները չի երևում, լավ, բնականաբար, հեսա թող բացի, պահեմ մի անգամից, ահա, դա ինչ է, ահա, quantum physics, տեսեք, այո, Վահանը քվանտային ֆիզիկայի, չէ, Վահան, դուք քոնը քվանտային ֆիզիկան է, չէ, գրածները չի երևում, դե էդ էլ թողել են քեզ, որ դու բացատրես, այլ թողել են քեզ, տեսնենք սա ինչ է,
Այս ինչով սա էլ է քվանտային ֆիզիկա է, տեսեք։ Վայ։ Հետաքրքիր է, չէ, բայց ֆիզիկան շատ։ Առհասարակ մեր տիեզերքը ամբողջը մաթեմատիկա է եւ ֆիզիկա։ Առանց մեկը նաև քիմիան, իհարկե քիմիան ու ֆիզիկան միասին են հիմնականում համագործակցում, այսպես ասած, չէ՞ Վահան։ Ճիշտ եմ ասում, Վահան, սխալ բաներ չեմ խոսում։ Հա՞։ Ինքան ցածր է խոսում, ես էլ չեմ հասկանում ինչ է ասում։ Նայում եմ, չեմ լսում ինչ ես ասում։ Ասում եմ ճիշտ բաներ էի ասում, որ ասում էի ֆիզիկան եւ քիմիան կապ ունեն իրար հետ։ Դե չի կարող, միջուկային ֆիզիկայի հետ կապված է նաեւ քիմիան։ Տեսանք, Վահան ջան, ապրեց։ Ուրեմն ժողովուրդ ջան, այստեղ ես նայեցի, ինքը գրված չէ անգլերենով, գրված է եբրայերենով։ Տեսեք, եբրայերեն տառեր են։ Իվրիտով, այսպես ասած։ Եբրայերենով է, դրա համար էլ թվում է, թե չի երևում, բայց եթե կարդալ գիտես տառերը ճանաչում ես եբրայերեն, հաստատ կկարդաս, էլի, ինքը լավ էլ կարդացվում է։ Այսպես, առայժմ սա, հետո արդեն վեգայի մնացած ապրանքները։ Սիրելիներս, ողջույն, մեզ մոտ օր է փոխվել, 3 թեմույց հետո չնկարեցի, որտեվ արդեն մութ էր, մտածեցի, որ ավելի լավ է այսօր լույսով նկարեմ, տեսեք ուրեմն, բերեցի նաև մեր այդ պոլկաները, որ ասում էի, կախապահարան, այսպես ասեմ, հա, որովհետև իրեն կախվելու են օդից, այսպիսի, տեսեք, 3 հատ, 1, 2, 3, մեծ, միջնեք, փոքր, սա իր ամրակներն են, որով պետք է ամրացվի, ինչի համար եմ սա գնել, խոհանոցի մեր պահարանի վրա, ծաղիկներն է մեր դրված և շատ անհարմար է ծաղիկների տեղը, մեկը շատ լավ է աճում, մյուսը են կնոջ երջանկությունը, որ կա ամբողջ տերևները չորացել է, տեղը հարմար չի, ինքը չի սիրում արևի ճառագայթներ, ու քանի որ պահարանի երեսն էլ այդպես տգեղ է, թափված է երևում, որքան էլ որ մաքրում ես, հավաքում ես, միևնույն է, որոշեցինք ծաղիկները բարձր տեղ դնել, սա ամրացնել խոհանոցի պատին, անպայման ես ձեզ ցույց կտամ ամրացնելուց առաջ, ամրացնենք, ծաղիկները դնենք վրան, սա այսպես, հիմա անցնեմ մյուսներին, այնուհետև գնել եմ այսպիսի աղաման, ինքը աղաման է, բայց չգիտեմ, ես որպես աղաման նախընտրեցի վերցնել, իմ աղամանը արդեն հին է, որքան է լվանում եմ, մաքրում, ցակ փայլը կորել է, հետո նորություն էի ուզում, սա այսպես, տեսեք ինչքան գեղեցիկ է և փակվում է հերմետիկ, խնդրեմ, այլևս աղա այս կողմ այն կողմ չի թափվելու, գեղեցիկ կփակեմ օգտագործելուց, կօգտագործեմ, սա 25% զեղչ էր, վրան 2200 դրամ էր զեղչվել, հետո գնեցի այսպիսի ծաղկաման, ես ունեմ պալմա, որը ուրեմն արդեն մեծացել է, բավական մեծացել է և ինձ պետք էր, որ պալման տեղափոխենք մեծ այսպիսի ծաղկամանի մեջ, ոտքերով ու դնենք հատակին, կանսոլի կողքը միջանցքում, սա զեղչվել էր 3200 կարծեմ դրամ, եթե չեմ սխալվում, մի հատ ես տեսնեմ ինչի հեռախոսս ֆոկուսի չի գալիս, մի խոսքով սա էլ այսպես, կարծում եմ գեղեցիկ է, բավական մեծ է, բավական խորն է, դրենաժի տեղով, գոհ եմ ես, հետո, այստեղ մանր-մունր բաներ են գնել, այս մոմը գնեցի, որովհետև գույնը ինձ, այսպես ասած, շատ դուր եկավ, մանիկյուրիս գույնի հետ, շատ դուրս եկավ, այս գույնը 4 հատ մոմ է, սա 1000 քանի դրամ էր, 1100 էր, ինչքան էր զեղչվել ժողովուրդ ջան, չեմ կարող հիմա ասել իր առանց զեղչի գինը 2390 դրամ է, սա այսպիսի մոմ,
տունը վառելու համար, ունենալու համար, մոմեր ոչ թե էլ ինչ-որ առիթների համար չէ, պարզապես տունը ես մեկ-մեկ մոմ վառում եմ ծնողներիս նկարի մոտ և խունկ եմ ծխում և ուրեմն այսպիսի մոմ, պես տոպրակները հավաքեմ և այսպիսի տոնական մոմ, խնդրեմ, հուսամ, որ այս փայլիկները այս բանի վրա չի միայն, հա, միայն սրա վրա է, հիմա տեսնենք, չէ, մոմիկի վրա է, ահա, այսպես, սա էլ մոմերը, հետո անցնենք առա, գնել եմ թթվի աման, թթու դնելու համար 14 լիտր է ինքը, պարսկական լիմոններն են, այստեղ ովքեր ապրում են Հայաստանում, Երևանում, վստահաբար կիմանան, ինքը տեսեք բռնակով, շատ լավն է, բացվում է բոլոր կողմերից, այսպես, կողքերը, ուզում եմ այս տարի թթու դնեմ, աման չունեի անկեղծ ասած հարմար ու որոշեցի հենց սա էլ գնել, սա զեղչվել էր 4000, կարծեմ 4000 քանի դրամ էր զեղչվել, երևի սխալ եմ փակել, այս կողմից չեմ կարողանում, ահա չէ փակվեց վերջին, ահա, սա էլ այսպես սիրելիներս, ահա, ասեք դուք, ասեք ոնց է, լավ է թթվի համար, լավ չէ, այստեղ տալիս է, ինչ կարելի է մեջը պահել և այլն, հետո, այնուհետև գնել եմ բաժակներ, ցավոք բաժակները ընդամենը 4 հատ էր մնացել, շատ ինձ դուր եկան ու միանգամից եմ, որ ասում եմ, սիրահարվեցի և որոշեցի գնել, բերել մեր տուն իրենց, այսպես, տեսեք իրենք ոնց որ սառույց լինի, տեսած կլինեք, պարզապես երանգավորում ունի, բաց կանաչ և երկնագույն երանգավորում ունի, 4 հատ այսպիսի բաժակ եմ գնել, չկար, եթե լիներ 6 հատն էլ կգնեի, բայց չկար, իրենք հատով էին, հատը 650 թե 600, հիմա կպահեմ դուք կնայեք, գինը այստեղ ներքևում կա, մի րոպե, չեմ տեսնում, գիտեք, ես էլ չեմ տեսնում, մեկ հատի գինը 1200 քանի դրամ էր, զեղչվել էր 650 դրամ, այո, 1250 էր, իջել է 650 դրամ, թե 1200 է, չեմ տեսնում, մի խոսքով, այսպես անուշիկներս 4 հատ, այսպիսի բաժակ ու հիմա վերևի իմ պահարանը, որ պետք է դատարկեմ, այնտեղ ունեմ իմ թել, ասեղ, ժամանակին, որ զբաղվում էի դեկորացիաներով, բացիկներ էի պատրաստում, հարսանեկան տարոսիկներ, իհարկե ոչ մի անգամ այդպես էլ չհաջողվեց յուրացնել, այսպես իրացնել այդ ապրանքը, այսինքն վաճառել, ես վաճառքից շատ վատ եմ, ես առևտրական չեմ կարող լինել, ցավոք սրտի, շատ կցանկանայի մի փոքր մեջս լիներ, բայց դե չկա, և հին բաժակները գնալու է այդ պահարան, իսկ նորերը, որոնք որ կամաց մի քանի նոր բան ձեռք կբերեմ, արդեն կգնա օգտագործման, որտև ժամանակ առ ժամանակ հոգնում ենք և ուզում ենք թարմություն, ասեք, որ այդպես է բոլորիս մոտ, հաջորդը այսպիսի արկղիկ օրգանայզեր է, տեսեք, ինքը բացվում է ամբողջությամբ, մի քիչ դժվար բացեցի, փակեցի, հիմա վախենամ բացեմ, հետո, դե լավ, հետո ես երկու ձեռքով կփակեմ, մի խոսքով ինքը այսպես բացվում է, սա գնել եմ հատուկ աղբի տոպրակների համար, խանութներից երբ որ գնում ենք անում, սիթիում ունենք իրենց տոպրակները կտորից, մեզ հետ տանում ենք, լինում է, որ մոռանում ենք մեքենայի մեջ կամ պիտի պտտվենք խանութում, թողնում ենք մեքենայի մեջ, էլ հետևից գնացող չկա, այն մյուս իրենց տոպրակներից ենք գնում, մեր տանը ահավոր շատ են այդ տոպրակները, հիմա պիտի հերթով ծալեմ և պահեմ սրա մեջ, որը որ չեմ օգտագործելու, թափելու եմ գնա, վերջ, ամբողջ մեր պահարանի կողքը տոպրակ է լցված, մի խոսքով, սա էլ այսպիսի օրգանայզեր, կազմակերպիչ,
հայերեն, եթե, հա, թարգմանենք, սա էսպես, հաջորդը, ահա, եվս երկու օրգանայզեր, սիրելիներս տեսեք, սա մեկ, կողք ունի բռնակներ, և սա էլ ունի բռնակներ, նույնի այս գույնն է, շատ ավելի բեժ գույնն է, ցավոք սա գնեցի մեգամոլի, ուրեմն վեգայից, իսկ սա գնել եմ կոմիտասի մեգամոլից, վայ, կոմիտասի վեգայից չկար մոխրագույնը, միայն այս գույնն էր, սրանք ինչի համար եմ գնել, սրանք նորից պահոցներ եմ որպես գնել, սիրելիներս թորեջներ, որպիսի մեջը պահեմ տոնածառի խաղալիքներ, գիրլանդաներ, լույսեր և այլն, արդեն իմացաք, մեր այդ խոհանոցը, քանի որ շատ անփույթ են սարքել, մի անգամ չի, որ ասել եմ, վերևը ինքը հավաքած չի այդպես, ամրացված չի, այնտեղ շատ լիքը իմ տոնածառի բոլոր խաղալիքները, արթու զարդարանքները և այլն, հենց խոհանոցի այդ պահարանի գլխին է դրված, չի երևում ինքը, վերևը փակ է, չի երևում, բայց որպեսզի ավելի կոկիկ լինի, այդ տոպրակները այսպես դուրս չցցվեն և այլն, սրանց մեջ կդնեմ, կպահեմ իրենց էլի տոպրակի մեջ, որպեսզի չփոշոտվի, բայց գոնե կլինի 2 հատ, ոչ թե մի 10 հատ, իսկ հիմա այնտեղ տոպրակները բավական շատ են, մոտավորապես մի 7-8 հատ տոպրակ կլինի վերևում դրված, իսկ այսպես կարծում եմ, որ ինքը շատ ավելի գեղեցիկ կլինի, սա էլ բեժ գույնը, իդեպ ես նոր ծաղիկ ունեմ, տեսնում եք, լիլիայի նման, մոռացել եմ անունը ինչ են ասում, լիլիայի նման մամաս էլ ուներ այդ ծաղիկից, իրենց մահից հետո ծաղիկը թառամեց, ծաղիկը փչացավ, չապրեց ցավոք սրտի, ինչպես ասում են ծաղիկները ևս զգում են իրենց տիրոջը, մամաս էր խնամում, ես ծնվել եմ, ծաղիկը եղել է, այդքան տարի պատկերացնում եք, մամայիս մահից հետո ծաղիկը ցավոք փչացավ, վերականգնել պարզապես հնարավոր չէր, ինքը կոտրվեց, ծաղիկները երկուսն էլ թափվեցին, մամայիս, պապայիս մահից հետո, մի խոսքով սիրելինես, սա էլ էսպես, եվս մեկ գնում ունեմ, դա էլ ցույց տամ և ձեզ էլ չեմ հոգնեցնի, ահա, և սա սիրելիներս լոգարանում դնելու համար, արդեն գիտեք, կեղտոտ հագուստների համար, որոնք պետք է գնան լվացվելու, ասենք օրինակ անկողին ես փոխել, չես ուզում խառնել առօրյա հագուստի, նասկիների և այլն, հա, հետ տեղավորում ես այստեղ, սա բոլորիդ ծանոթ է, ես գյուտ չեմ անում, երկար բարակ չխոսեմ սրա մասին, մի խոսքով անուշիկներս, սա էլ մեր ամբողջ գնումները, որ կատարել էինք, տեսեք տան վիճակը մի հատ, այսպես տոպրակախառը, Վահանի պայուսակը, մի խոսքով, այս վիճակն է մեր տունը, խնդրեմ, դե լավ սիրելիներս, այստեղ ձեզ ասում եմ առայժմ, հետո կհանդիպենք ձեզ հետ երկար կզրուցեմ սիրելիներս, գրկում եմ ողջույն սիրելիներս, ողջույն, ուրեմն չէի տեղադրում, որովհետև Վահանը ասեց, որ էլի ունի ծանրոց, այսինքն Վահան ինքն է պատվիրում, առանց ինձ ասելու, նստում է, միացնում է թեմուն ու սկսում է պատվիրել, հետո ինձ ասում է ծանրոց ունենք, քեզ շատ կուրախացնի ծանրոցը, հիմա տեսնենք ինչ է, ինքը բացել է, բայց չի հանել մեջից, էլի, տեսնենք, վայ, բարձի երեսներ է պատվիրել, ես չնայած դրել էի, որ գոբելենից պատվիրեի, ես գոբելեն եմ սիրում, բայց որ պատվիրել է, ոչինչ, բա, որ ինձ ասեր, էդ ինչ էր, Վահան, դա ինչ հալը դուր, չէ, սփռոց է սա, վայ, ինչ գեղեցիկ սփռոց է ժողովուրդ ջան, հələ տեսեք, շատ գեղեցիկ է, ամանորյա, պահի, այսպիսի սփռոց է, տեսեք, շատ գեղեցիկ է, Merry Christmas, հո, տեսնենք, հա, տակերը նկարել եմ, շատ գեղեցիկ է, ես էլի ունեմ կարմիրով,
Եվ նոր տարվա գեղեցիկ պսակներով կանաչ Վահանը դա ինձ Իտալիայից էր բերել, հա? Շատ ուրախ են, սա էսպես, վայ աստված իմ ես ինչեր ա պատվիրել, հլը մի հատ տեսեք, լույսեր, տոնածառի լույսեր, հլը միացրու, հա, մեջը բանա պետք, բատարիկա պետք, հլը բան արա դու, Վահան ջան, ես բացեմ, սա ինչ է, what is this, ինչ է սա, նոր անգլերենի դաս է անում, տեսնեմ, սա ինչ է Վահան, հա, սա մեքենայի համար է, չգիտեմ ինչ է ժողովուրդ ջան, ես չեմ հասկանում, սա ինչ է, փակենք, Վահան իր մեքենայի համար աքսեսուար է, հա, որ հեռախոսը համարը դնի, եթե սխալ տեղ է կանգնել կամ ոչ թե սխալ տեղ է կանգնել, մեքենան խանգարում է, իր համար է այստեղ գրի, թողնի, որ զանգահարեն, ահա, տեսնենք, էլ ինչ կա, մանր, հա, սա արդեն տեսակ ինչ է, էլ չբացեմ, հովհար է, հա, վինտիլատոր, օթորակիչ չի, սա բացվեց, հիմա Վահանը վառել է, մեզ ցույց կտա, այս ինչ տա բաներ ես պատվիրել, չգիտեմ, չեմ կարող ասել, դուր ցույց տամ, ժողովրդիս, տեսեք ժողովուրդ ջան, ինչ գեղեցիկ են, տեսեք եղևնի, այսպես է լուսավորում, այս ինչ է, ձմեռպապ է, ձմեռպապ, տեսեք սա, այս ինչ է, գնոմիկ, հա, բայց ինքան թույլ է Վահան, դեսենց որ շատ շուտ չնստի, որ ինքը շուտ չնստի, հա, վառի լույսը շատ ցածր է, նստեց, չի նստե տենց է, հա, թույլ է Վահան, տելա վառի, մի խոսքով այսպիսի ամանորյա, մենք սիրում ենք ամանորը մեր ընտանիքում, այսինքն ես ու Վահանն ենք սիրում, Էրիկը ոչ մի անգամ չի եկել, չի մեզ հետ տոնածառ չի զարդարել, մենք շատ ենք սիրում ամուսիններով, ահա, սա ինչ է Վահան ջան, սա ինչ է Վահան, երկու դե բաներ են, հա, յոյո, խաղալիքներ, հա, փայտից խաղալիքներ են, հա, փայտից խաղալիքներ են, այսպիսի փայտից խաղալիքներ, շատ գեղեցիկ են, տնակը գեղեցիկ են շատ, վատը չեն, ահա, որից որ շատ է, ես էլ ասում էի փոքրիկ տոնածառ կգնեմ, կկախեմ, կտանեմ ավետիս, սա էլի պոստեր ես վերցրել, հա, սա իր պոստերներից է, ձեզ չի հետաքրքրի, սա, սփռոց, Վահանը չի թողնում, ես ինքս ընտրեմ սփռոցները, վայ Վահան ջան, իմ ամուսինը շատ տնտեսական մարդ է, դրա համար էլ սիրում է ինքը ընտրի և մենք ճաշակներով, վայ, ինչ գեղեցիկ է, հիմա թող ամբողջությամբ բացի, տեսեք, սա էլ էսպիսի, այն մի սեղանի համար, երկրորդ սեղանի համար, շատ լավ է, շատ, Merry Christmas էլի, տեսեք, սա էլ է շատ գեղեցիկ, ապրես Վահան ջան, ապրես, սա, մյուսը սա ինչ է, այ, սա էլ է, խնդրեմ, բարձի երես, բարձի երես է, տեսնենք ինչ բարձի երես է,
Ես կանգնովի տրիպոդ չունեմ, եռավոտ չունեմ, սիրելիներս։ Վայ, ինչ գեղեցիկ են, Վահան։ Տեսեք, ինչքան գեղեցիկ են։ Վահանը սիրում է այսպիսի գունագեղ։ Տեսեք, ինչ սիրուն են, շատ սիրուն են, Վահան ջան, ապրես։ Շատ լավն են։ Հա, որակներն էլ են լավը։ Գիտես, արդեն կարելի է փոխել։ Արդեն կարելի է փոխել։ Այս ամառայինները հավաքեմ, սրանք, էլ արդեն ամառ չի, սրանք հավաքեմ, սրանք դնեմ։ Լավ, հաջորդ տեսանյութում արդեն սրանք կլինեն։ Ահա։ Եվ եւս մեկ ծանրոց չէ։ Եվս մեկը շատ լավն է, բեմբին է։ Սա էլ հաստատ դրան առջև դնելու, չէ։ Հա, էլի կա այդ խաղալիքից։ Հա, 2 հատ է պատվիրել։ Ահա, ավետիս բաժին կհասնի։ Սա երևի թե դրան դիմաց, չէ։ Չէ։ Այսա ինչ է պատվիրել, ժողովուրդ ջան, մի րոպե ինքն է բացում։ Հա։ Բաղնիքի։ Վայ, մամա ջան, մի հատ տեսեք ինչ է պատվիրել, վայ ներքև, ժողովուրդ ջան։ Զուգարանակոնքի համար, խնդրեմ, որ նոր տարվա չլիներ։ Տեսեք, ձեր ամուսինն էլ է այսքան ռոմանտիկ։ Խնդրեմ ժողովուրդ ջան, սա էլ էսպես շատ տրամադրում։ Կարելի էլ հեռախոս չվերցնել։ Խնդրեմ։ Շատ գեղեցիկ է, սա կարելի է նույնիսկ մուտքի դրան մոտ դնել։ Էս էլ է շատ գեղեցիկ։ Ահա, այսպես անուշիկներս, Վան, նա ինչ էր, հələ մի հատ կտաս դա։ Ինձ թվում է սա սփռոցի հետ, որ կպնի սեղանին, չէ, հələ տուր, տեսեք, սփռոցի հետ այսպիսի ամրակներ է եկել, տեսեք, որ ինքը, հա, մեկն էլ սեղանին ես փակցնում, որպեսզի սփռոցը չշարժվի։ Սա էլ այսպես անուշիկներ ջան, սա էլ արդեն դե ցույց տվեցի, էլի այդ 2D խաղալիքներն են։ Այսքանը հիմա սա հավաքեմ ու տեղադրեմ, արդեն տեսանյութը տեղադրեմ, կպտտեմ ձեզ հրաժեշտ կտամ ու կտեղադրեմ։